Հայաստանի Հանրապետական Կուսակցության պարլամենտական խմբակցությունը ներկայացրել էր հայտարարության տեքստ։ Հայտարարության տեքստում առկա պնդումները բոլորը գիտեն։ Դրանք եւս մեկ անգամ հիմնավորելու այս ամբիոնից կարիքը չկա։ Տեղի ունեցան այդ հայտարարության շուրջ նաև լսումներ, որոնք ապահովեցին հանրային դաշտի ընդդիմադիր հանրային դաշտի գրեթե ամբողջական կոնսոլիդացիա, թե խորհրդարանական եւ թե արտախորհրդարանական ուժերի շրջանում։ Հատկանշական է մի փաստ, որ Հանրապետականի խմբակցության կողմից այս գործընթացի նախաձեռնումից մինչև լսումներ ժամանակահատվածում տեղի ունեցան մի շարք մեր երկրի համար վտանգավոր, իսկ որոշ դեպքերում նաև հանդառնելիությամբ վտանգավոր իրադարձություններ։ Բայց նույնիսկ լսումների պահից, այսինքն այս հայտարարության տեքստը ներկայացնելուց մինչև այս պահը արդեն իսկ տեղի են ունեցել հակաժողովրդավարական գործընթացներ, նոր ռեպրեսիոն ավելի ուժգին պրոցեսներ եւ նույնիսկ նաև դատավճիռներ, որոնք նույնպես կարող էին ներառված լինել այս հայտարարության մեջ։ Հենց այդ պատճառով ենք մենք ասում, որ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը անհրաժեշտ է իրականացնել օր առաջ։ Դրա համար միակ գործիքը իմպիչմենտն է եւ հենց այդ տրամաբանությամբ մենք ներկայացրել ենք եւ նախաձեռնել ենք իմպիչմենտի գործընթաց։ Նշենք, որ իմպիչմենտի հիմնական ուժը իմպիչմենտը հաջողությամբ պսակելու կարևորագույն գրավականը հանրային լայն համախմբումն է, փողոցային պայքարով։ Այլ կերպ այս գործընթացը տեղի ունենալ չի կարող։ Հունիսի 7-ին, երբ այս գործընթացը նախաձեռնվեց, ձևաթղթի տակ ստորագրել էին 6 падգամավոր։ Սեպտեմբերի 26-ի լսումների հայտարարությամբ եւ հոկտեմբերի 8-ին արդեն փաստացի այդ ձևաթղթի տակ արդեն իսկ արկա է 34 ստորագրություն։ Անցյալ շաբաթ ես հանդիպել եմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի անկախ падգամավոր Հովիկ Աղազարյանի հետ քննարկելու համար իմպիչմենտի գործընթացը եւ Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի մասնակցությունը այդ գործընթացին։ Այս պայդրությամբ կարող եմ հայտարարել, որ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը չեն խոչընդոտելու իմպիչմենտի գործընթացին եւ քննարկումները շարունակվում են։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Բրավո Հովիկ Աղազարյանին եւ Հակոբ Ասլանյանին։ Այո, շատ ուրախ եմ, որ միմյանց հետ հանդիպում խոսում եք։ Այժմ հարակից զեկուցման համար ձայնը տրվում է Վլադիմիր Վաթյանին, համեցեք։ Հարգելի գործընկերներ, ճիշտ ասած ես չգիտեմ, ես փորձեմ բարձել մեր գործընկերներից, ովքեր ինստիտուցիոնալ հիշողություն են, արդյոք հնարավոր է գումարման ընթացքում փոխել խմբակցության անվանումը եւ հանդես գալ խմբակցության անվանումից, որը փաստացիորեն գոյություն չունի։ Դա ձեր գործն է, պարոն Մամիջանյան, բայց ամեն դեպքում պատիվ ունեմ խմբակցությունը ներկայացրել էր հայտարարության նախագիծ, որի ներկայացման հիմքում առավելապես լսումներ անցկացնելն էր, որովհետև գիտեք, որպեսզի լսումներ անցկացնել, խմբակցությունը պետք է ունենա հնարավորություն ինչ-որ փաստաթուղթ ներկայացնել ազգային ժողովին, եւ երևի թե այստեղ մենք կանոնակարգ օրենքի հետ կապված խնդիր ունենք, երևի պետք է նման հնարավորություն տալ պարզապես խմբակցությանը առանց որևիցե փաստաթղթի լսում անցկացնելու, որպեսզի նման իրավիճակներ չառաջանա։ Փաստաթուղթը ներառում էր քաղաքական իրարամերժ դատողություններ, որոնք կապակցված էին կարծես թե պատիվ ունեմ խմբակցության կարծիքով երկրում արկա քաղաքական խնդիրներին եւ զուգակցվում էին իմպիչմենտի, իսկ իմպիչմենտ կներեք պարոն Մամիջանյան քաղաքականից իրավականի թարգմանելու կառավարության պարագայում իմպիչմենտի մասին չեն խոսում, դա նախագահական երկրին բնորոշ ինստիտուտ է, խոսքը գնում էր կառավարությանը անվստահություն հայտնելու գործընթացի մասին, իսկ այդ գործընթացը կարգավորվում է ոչ թե հայտարարության, այլ ձեր կողմից մատնանշված համապատասխան դիմումների առկայությամբ, ընդ որում նաև մեր քաղաքացիներին տեղեկացնեմ, որ համապատասխան քանակի դիմումների հավաքագրումը դեռևս բավարար չէ կառավարության անվստահություն հայտնելու համար։ Դա անհրաժեշտ է պարզապես որպես հիմք
համապատասխան գործընթաց սկսելու համար, որտեղ ազգային ժողովը պետք է կառավարությանը անվստահություն հայտնի, բայց նաև հանձնաժողովի նիստում հնչեց շատ տրամաբանական այս պարագայում իրավական իսկ քաղաքական է ասնեմ, հիմնավորում թե ինչ նպատակ կարա հետապնդի քաղաքական ուժը, որը ընտրություններից ամիսներ առաջ, հերթական ընտրություններից ամիսներ առաջ փորձում էր ամբողջ ռեսուրսը կենտրոնացնել գործընթացի վրա, որը բացարձակապես որևիցե արդյունք չի կարող բերել։ Ամեն դեպքում հանձնաժողովը մանրամասն վերլուծության է ենթարկել պատիվ ունեմ խմբակցության կողմից ներկայացված հայտարարության նախագիծը, բավական երկար նիստ ենք ունեցել եւ բոլոր ներկաները հնարավորություն են ունեցել արտահայտվեն, ընդ որում շատ ուրախ էի, պարոն Մամիջյան, որ այս նիստին գոնե ձեր նախագիծը քննարկելու համար հանձնաժողովում ներգրաված ձեր անդամը ներկայացել էր, ցավում եմ, որ ձեր նախագիծը քննարկելուց հետո գնացել այդպես էլ դրանից հետո չտեսանք վերջինից, բայց ամեն դեպքում գոհունակություն պետք է արտահայտեմ, որ վերջի 3 տարվա ընթացքում դուք այդուհանդերձ հանձնաժողովի նիստին մասնակցություն ունեցաք։ Հարգելի գործընկերներ, իրարամերժ բնույթի փաստաթղթում արկա դատողություններ ուսումնասիրելով հանձնաժողովը բացասական կարծիք է տվել նախագծին, այսքանը շնորհակալություն։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, այժմ խնդրում եմ, ոչ թե խնդրում եմ, այլ առաջարկում եմ։ Չէ, չեմ պահանջում, առաջարկում եմ հերթագրվել մտքերի փոխանակության համար, բայց ինչ վարման կարգով, պարոն Մինասյան, քվեարկություն չի։ Հերթագրում մտքերի փոխանակության համար, հետո նոր կլինի քվեարկություն։ Հերթագրում Ներողություն, ճիշտ եք, պարոն Մինասյան, երիցս ճիշտ եք, հերթագրումը դուրս եկավ եւ վարման կարգով Արծվիկ Մինասյան։ Օրակարգի հաստատման ելույթի ժամանակ անպայման մանրամասն մի շարք բաներ, այս պահին քվեարկության դրվող հարցի վերաբերյալ ասեմ, որ Հայաստան խմբակցությունը լիակատար աջակցում է հայտարարության այս նախագծին, ավելին, ինչպես քննարկման ժամանակ ենք ասել, նրանում արտահայտված հաստատումները ոչ միայն բավարար, անհրաժեշտ, այլ նույնիսկ մի բան էլ պակաս է ներկայացված եւ այս ընթացքում անդադ հիմնավորվում է դրանում արտացոլված բոլոր հիմնավորումները այս կառավարությանը տուն ուղարկելու ուղղությամբ։ Հետևաբար Հայաստան խմբակցությունը կողմ է քվեարկում հայտարարության նախագծի օրակարգում ընդգրկելու։ Վարման կարգով Հայկ Կոնջուրյան։ Հարգելի գործընկերներ, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դեմ է քվեարկելու ի սկզբանե մեռելածին այս նախագծին եւ impeachment-ի բոլոր հնարավոր մեռելածին նախագծերին, որոնք կարող են հայտնվել ազգային ժողովի օրակարգում տարատեսակ դրսևորումներով, հայտարարության տեքստով կամ որևէ այլ աճպարության միջոցով։ Դեմ ենք քվեարկել։ Շնորհակալություն, այժմ Հովիկ Աղազարյան։ Շնորհակալություն։ Այո, մենք պարոն Մամիջյանի հետ հանդիպել ենք, քննարկել ենք այս հարցը եւ պարոն Ասլանյանի անունից նաեւ ես ասել եմ, որ մենք խոչընդոտ չենք հանդիսանա, մենք չենք տորպեդահարի, բայց ասենք այդ հարցի քննարկմանը եւ ընդհանրապես զարգացումներին, բայց մենք շատ հարցեր ունենք քննարկելու դեռ, որոշակի ճանապարհ ունենք անցնելու, մեր համար կան որոշ բաներ բարձրաբանելու համար եւ հետեւաբար մենք ձեռնպակ քվեարկենք այս բանին։ Քվեարկության է դրվում ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման հարգելի գործընկերներ, դրություն, անցնում ենք կարևոր քվեարկության, կարևոր հարցի, լուրջ հարցի։ Քվեարկության է դրվում ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին հայտարարության նախագիծը 8-րդ գումարման 10-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցը։ Քվեարկություն։ Կողմ 24, դեմ 48, ձեռնպա 2, որոշումը չի ընդունվել, վարման կարգով Հայկ Մամիջանյան։ Հայկ Մամիջանյանի խոսափո միացրեց։ Նախ
Հիշեմ օրենսդրական նախաձեռնությունն առաջարկեմ խոսնակի եւ փոխխոսնակի պաշտոնները վերանվանել մեկնաբանի եւ փոխմեկնաբանի, ոնց որ ավելի շատ էությանը կսազի, իսկ մեր քաղաքական հանդիպումների համար մի անհանգստացեք, պարոն Ռուբինյան, ձեր հերթն էլ կգա հանդիպելու, ձեզ հանդիպելու։ Շնորհակալ եմ, պարոն Մամիջյան, պաշտոնների վերանման վերաբերյալ առաջարկը չի ընդունվում, ձեզ հետ սիրով կհանդիպեմ հանրապետական կուսակցության ինքնարուծարման օրակարգի շուրջ։